Սուրբ ծնունդ Ռիոյում Բրազիլիան ձմեռային ամենախորհրդավոր տոնը նշում է ամռանը, քանի որ Լատինական Ամերիկայում տարվա ամենատաք եղանակն է։ Բրազիլացիները լողացող տոնածառի լույսերի վառման արարողությանը հետևում են տաք լողափից, գունեղ հրավառություն, 20 կիլոմետր ձգվող LED լամպեր։ Հունգարիայի մայրաքաղաքը ևս հեքիաթի է վերածվել։ Բուդապեշտն ամբողջությամբ զարդարվել է գունեղ լուսավորությամբ, ստանալով տոնական տրամադրություն։ Հարյուրավոր տեղացիներ ու զբոսաշրջիկներ հիանում են Բուդայի ամրոցի մոտ զարդարված տոնածառով։ Նույնիսկ տրամվայն է Սուրբ Ծննդյան լույսերի մեջ։ Զարդարված է 30,000-ից 40,000 LED լույսերով։ Ձմեռային հրաշքը Մոսկվայում Ռուսաստանի մայրաքաղաքը Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ զարդարվել է։ Ամենուրեք փողոցներում, զբոսայգիներում և հանրային այլ վայրերում գունեղ է ու լուսավոր։ Մոտ 10 օրվա տոնական արձակուրդից առաջ քաղաքը կախարդական կերպարանք է ստացել։ Սուրբ Ծննդյան լույսերը փայլում են նաև պատերազմող Ուկրաինայի մայրաքաղաքում, պարգևելով ջերմություն և ուրախություն։ Հրապարակներն ու հանրային վայրերը զարդարված են գունավոր լույսերով ու գեղեցիկ դեկորացիաներով։ Տոնական երաժշտությունը հնչում է օդային տագնապի ազդանշանների հետ միասին։ Չնայած Ուկրաինայում էլեկտրաէներգիայի անջատումներին, տոնական միջոցառումները շարունակվում են։ Երբ սկսվում է տարվա ամենակախարդական տոնը, Սուրբ Ծնունդը, բոլոր զենքերը լռում են։ Կատաղի պատերազմից հետո առաջին անգամ Գազայի քրիստոնեական համայնքը նշում է Սուրբ Ծննդյան տոնակատարությունը, իհարկե միանգամայն համեստ։ Քրիստոնյա հավատացյալները մասնակցում են եկեղեցու Սուրբ Ծննդյան պատարագին։ Գազայի պատերազմի ընթացքում առաջին անգամ վառվել են նաև Երուսաղեմի հին քաղաքի տոնածառի լույսերը։ Պատերազմի տագնապի փոխարեն օդում երկու երաժշտություն է, տոնական տրամադրություն։ Նեղլիկ փողոցներով Երևան անունով ռեստորանի կողքով ի թիվս այլ սկաուտական խմբերի երթով անցնում են նաև Երուսաղեմի հայ պատանիները, Հայաստանի պետական դրոշի գույներով, վսկապներով։ Քրիստոնեական տոնի մասնակիցների ուղերձը սիրո, խաղաղության և փոխադարձ հոգատարության մասին է։ Պատրաստ առաջ Ռիգայում հարյուրավոր մեծ ու փոքր սանտաներ մասնակցում են ամենամյա բարեգործական մրցավազքին։ Սուրբ Ծննդյան միջոցառման մասնակիցները պետք է հաղթահարեն 2 կիլոմետրանոց տարածությունը։ Լատվիայի մայրաքաղաքում այս միջոցառումը կազմակերպվում է արդեն 18-րդ անգամ։ Հասույթը փոխանցվում է մանուկների ապաքինմանը։ Վրաստանում Սուրբ Ծննդյան հեքիաթային տոնի մեկնարկը տրվեց Թբիլիսիի Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությամբ։ Ազգային երգ, պար ու տոնական տրամադրություն, վրացական շոուով հիացած է Զիմբաբվեից ժամանած զբոսաշրջիկը։ Սակայն հարևան երկրի ոչ բոլոր քաղաքներին է նոր տարին դրական հույզեր բերել։ Գարդաբանիում այրվել է գլխավոր եղևնին։ Միջադեպը տեղի է ունեցել տոնական լուսավորման արարողության ժամանակ։ Նոր տարվա խորհրդանիշը բռնկվել է էլեկտրական լույսերի վառվելուն պես։ Տուժածներ չկան։ Սա հետխորհրդային տարածքում տոնածառի հետ տեղի ունեցած միակ դժբախտ պատահարը չէր։ Դաժան ճակատագիր ունեցավ նաև Ղազախստանի քաղաքներից մեկում տեղադրված եղևնին։ Ահա այսպես է լադայով դրիֆտ անող վարորդը տապալում քաղաքի տոնածառը։ Սիրիայի երկինքը ռումբերի պայթյունների փոխարեն լուսավորում է հրավառությունը, Սուրբ Ծնունդը հասել է Հալեբ։ Հեքիաթային տոնակատարությունները խինդ ու ծիծաղով դիմավորում են սիրիական քաղաքի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները։ Գունեղ, լուսավոր, շքեղ, տաքուկ և համեղ, Սուրբ Ծննդյան ոճը, շունչն ու նույնիսկ համը Եվրոպայի սրտում։ Շանզելիզեից մինչև Աբրևուար, Փարիզի փողոցները, հրապարակներն ու բուլվարները կրկին զարդարվել են միլիոնավոր լույսերով ու գունավոր հարուստ դեկորացիաներով։ Հանրահայտ նորաձևության տների, այդ թվում Դիորի ցուցափեղկերը շողշողում են ու շլացնում։ Սուրբ Ծննդյան տոնին զարդարվել է նաև սիրո քաղաքի գլխավոր խորհրդանիշը։
Սպիտակ տան տոնածառի լույսերի վարման հանդիսավոր արարողությանը Դոնալդ Թրամփն ու Մելանիան հանրությանը ներկայանում են փամփշտակայուն ապակու հետևում։ 103-րդ արարողությունը տեղի է ունենում Էլիպս մարգագետնում։ 3, 2, 1 Շքեղություն, նրբագեղություն ու նորաձևություն։ Սպիտակ տան ներսում Սուրբ Ծննդյան կախարդանքն այլ տեսք ունի՝ կապույտ թղթե թիթեռնիկներ, Սպիտակ տան մոդելով կոճապղպեղից պատրաստված տորտ, Լեգոյի հազարավոր կտորներից հավաքած Դոնալդ Թրամփի ու Ջորջ Վաշինգտոնի դիմանկարներ։ Նրբաճաշակ ու գունեղ հեքիաթի հեղինակն առաջին տիկինն է։ Մելանիայի բարձրաճաշակ ոճն ամեն մանրուքի մեջ է, չէ՞ որ ամուսնու երկրորդ հաղթանակից հետո առաջին անգամ է զարդարում Սպիտակ տունը։ Տունն այնտեղ է, որտեղ սիրտն է։ Սպիտակ տան այս տարվա կարգախոսն է։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։